Ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա ձևակերպել այնպիսի առաջարկ, որը համահունչ կլինի ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններին եւ միաժամանակ կբխի Հայաստանի ազգային եւ պետական հիմնարար շահերից։ Այսինքն Հայաստանը միջազգային հանրությանը արտաքին աշխարհին պետք է ներկայանա նոր մոտեցմամբ։ Երբ ասում ենք արտաքին աշխարհ, նկատի չունենք միայն Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ կամ Իրան առանձին վերցրած։ Խոսքը ընդհանուր առմամբ ամբողջ միջազգային միջավայրի մասին է։ Մեր ներքաղաքական զարգացումները նույնպես մեծապես պայմանավորված են արտաքին ուժային կենտրոնների ազդեցությամբ։ Այդ պատճառով մենք պետք է հասկանանք ինչպես ներկայանալ աշխարհին։ Արդյոք պետք է պարզապես հարմարվենք ձևավորվող աշխարհակարգին, թե փորձենք որոշ ժամանակ հեռու մնալ մեծ տերությունների հակամարտությունից։ Քաղաքական դաշտում չկա պատրաստի բանաձև, որը կարելի է ներկայացնել որպես լուծում, բայց մի բան ակնհայտ է։ Եթե փոքր պետությունը դադարում է ակտիվ դերակատար լինելուց, աստիճանաբար վերածվում է օբյեկտի, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ Հարցն այն է, թե ինչպես լինել ակտիվ, ինչպիսի առաջարկներով ներկայանալ աշխարհին եւ ինչպիսի քաղաքականություն վարել։ Դրա համար անհրաժեշտ է մասնագիտական երկարատև աշխատանք, տարբեր քաղաքական ուժերի, փորձագետների եւ մասնագետների մասնակցությամբ քննարկումներ, որպեսզի ձևավորվի այն գաղափարը, որն իսկապես կարող է ծառայել Հայաստանի շահերին։ Անկախ նրանից, թե որքան վտանգավոր է արտաքին միջավայրը, որքան մեծ են ճնշումները Հայաստանի նկատմամբ, ամենակարևոր նախապայմանը մեր ներքին միասնականությունն է։ Պետք է նվազեցնել բաժանարար գծերը, ոչ թե խորացնել դրանք։ Եթե հասարակությունը կարողանում է պահպանել ներքին համախմբվածությունը, շատ ավելի արդյունավետ է դիմակայում արտաքին մարտահրավերներին։ Ցավոք այսօր Հայաստանում տեսնում ենք հակառակ գործընթացը։ Ներքաղաքական բաժանարար գծերը գնալով խորանում են, իսկ հասարակության ներսում լարվածությունը միայն ավելանում է։ Ընտրություններից հետո լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլև դարձել է հասարակական կյանքի մշտական բաղադրիչ։ Ընդդիմադիր գործիչների կալանավորումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումները համատարած են։ Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Արեգնաս Մանուկյան, Արմեն Աշոտյան, Սամվել Կարապետյան, Աշոտ Մինասյան, Դավիթ Ղազենյան եւ բազմաթիվ այլ անձինք։ Ակնհայտ է, որ նման մթնոլորտը վնասում է ոչ միայն հասարակությանը, այլև հենց իշխանությանը։ Լարվածությունը զգացվում է ամենուր։ Մտնել այդպիսի կանոններով ընտրապայքարի մեջ եւ հույս ունենալ, որ կհաղթես այդ մարդու կանոններով կամ այդ մարդկանց կանոններով այդ խաղը, ելի կարծում եմ միամտություն է։ Եթե փորձում ես հաղթել գործող իշխանություններին, պետքա փոխես այն կանոնները, որով որ ինքը քո հետ պայքարում է։ Իսկ այդ կանոնների փոփոխությունը, այո, գաղափարն է, համակարգն է, լուծումներն են, առաջարկներն են հասարակության, ոչ թե անձինք։ Սա է հիմնական խնդիրը։ Թող ոչ ոք չխաբվի մարդկանց առօրյա ժպիտներով կամ տոնական միջոցառումներով։ Այդ լարվածությունը պարզապես օդում է կախված։ Վերջին տարիներին ավտոբուսներում շատ ավելի հաճախ են մարդկանց միջև վեճերը, լարվածությունը, կոնֆլիկտային իրավիճակները։ Սա պատահական երևույթ չէ։ Քաղաքական դաշտում արկա լարվածությունն աստիճանաբար տեղափոխվել է նաև մարդկանց առօրյա կյանք։ Այն, ինչ նախկինում քաղաքական ուժերի միջև հակասություն էր, այսօր արդեն զգացվում է մարդկային փոխհարաբերություններում։ Դրա հիմնական պատճառը խորացած անարդարության զգացումն է։ Ընտրություններից հետո հասարակության մեծ մասի շրջանում ձևավորվել է այն ընկալումը, որ տեղի ունեցածն արդար չէր։ Անկախ քաղաքական նախասիրություններից շատերն ունեն այդ զգացողությունը։ Օրինակ դժվար է մարդկանց բացատրել, թե ինչպես կարելի է ստանալ ընտրողների ձայների շուրջ 49%-ը, բայց արդյունքում ունենալ խորհրդարանում կայուն մեծամասնություն։ Նույն կերպ հասարակության մեջ բազմաթիվ հարցեր առաջացան նաև այն ուժերի մանդատների վերաբաշխման շուրջ, որոնք հաղթահարել էին ընտրական շեմը։ Այս ամենը մարդկանց մեջ խորացրեց անարդարության զգացումը։ Այնուհետև, երբ իշխանությունն արդեն ստանում է մանդատների 3/5-ը, հնարավորություն է ունենում նաև փոխելու այնպիսի կարևոր օրենքներ, ինչպիսին օրինակ հանրաքվեի մասին օրենքն է։ Վարչախումբը փորձում է պահպանել այս լարված մթնոլորտը, որովհետև առջևում դեռևս կան որոշումներ, որոնք հասարակության դիմադրության կարող են հանդիպել։ Խոսքը կարող է վերաբերել սահմանազատման, այսպես կոչված անկլավների թեմային, Ալիևյան սահմանադրության ընդունմանը կամ այլ քաղաքական գործընթացների։ Ես երբեք չեմ մոռանալ տարիներ առաջ պատերազմից հետո Եվրոպական միության այս պահին արդեն մի նախկին պաշտոնյայի ինձ ասածը, եթե անգամ ուղիղ եթերում Նիկոլը քեզ ուտի, մենք ձայն չենք անելու եւ ասելու ենք, որ սա արվել է Հայաստանում ժողովրդավարությունը պահելու համար։ Հիմա մենք տեսնում ենք, որ ինչ որ ԿՊԱ-ական տարբեր շրջանակներից նոր այսպես ֆորմուլա են ուզում դնել շրջանառության մեջ, որ շատ դեպքերում ժողովրդավարությունը պաշտպանելու եւ փրկելու համար պետք է լինում երբեմն ոտնահարել նաեւ մարդու իրավունքը։ Սա կատարյալ ուրեմն անտրամաբանական թեզ է եւ նման բան ուղղակի չի կարող եւ չպիտի լինի։ Վարչախումբը փորձում է ցույց տալ, թե իբր ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը եւ կարող է ճնշել դիմադրության ցանկացած փորձ։ Այդ պատճառով էլ այսօր ավտորիտար կառավարման փուլ ենք մտել։
Վերջին 8 տարիների ընթացքում հասարակության ներսում բաժանարար գծերը հետևողականորեն խորացել են։ Եթե նախկինում դրանք պարզապես գոյություն ունեին, այսօր դարձել են կոշտ, անհանդուրժող եւ ատելությամբ ու թշնամանքով լի։ Այս մթնոլորտը նաև առատորեն խրախուսվում է վարչախմբի կողմից, որովհետև վաղուց հայտնի ասացվածք կա՝ բաժանիր որ տիրես։ Մինչդեռ Հայաստանը պարզապես չունի այնպիսի ներուժ, որ երկար ժամանակ կարողանա մնալ գոյատևել այսքան ներքին, խորը պառակտված վիճակում։ Բավական է միայն նայել տարածաշրջանին մեր արևելյան ու արևմտյան հարևաններին։ Իսկ պայքարը շարունակվում է։